Հայաստանի Հանրապետության գլխավոր երևի 50 խնդիրների մեջ սահմանադրությունը եւ սահմանադրության բովանդակությունը չէ։ Մենք ունենք անհամեմատ կարևոր խնդիրներ, ինչպես օրինակ արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը, սոցիալական պայմանները մարդկանց, քաղաքական զանազան խարդավանքներն ու դրանց արդյունքում ստացված այն իրադրությունը, երբ իշխանությունը ժողովրդից չէ, ու այս ցանկում ոչ մի կերպ սահմանադրության բովանդակությունը ես չեմ տեսնում։ Հանրության կարծիքի տեսանկյունից էլ անցած տարիներին որևէ կերպ չեմ նկատել, որ հասարակությունը այս բոլոր խնդիրների լուծումը տեսնում է սահմանադրության բովանդակության փոփոխության մեջ։ Հանրային պահանջ սահմանադրության փոփոխության չի եղել եւ չկա։ Եվ իշխանությունները նախաձեռնում են ինչ-որ բաներ, կարծես թե տպավորություն այնպիսին է, թե իսկապես պարապ են, բան ու գործ չունեն, հիմա եկել հասել են սահմանադրություն փոխելու։ Այն օր մի падգամավոր նույնիսկ փայլեց մտքի կոհարով, ասաց, թե ինչպես կարելի է 10 տարի շարունակ նույն սահմանադրությամբ ապրել։ Ասես ինչ-որ մի նորմա կա դրած, նորմատիվ կա դրած, թե այսքան ժամանակը մեկ հարկավոր է սահմանադրությունը փոխել կամ փոփոխել կամ լրացնել։ Կարծես դա ավտոմեքենա է, կարծես դա ամուսին է, կարծես դա կին է, ըստ երևույթին իրենց տրամաբանության մեջ ըստ երևույթին այդպես է նստած։ Եվ այս մտքերը բարբերաբար լսում ենք իշխանական ճամբարից, որևէ խնդիր սահմանադրության բովանդակության փոփոխությունը չի լուծում, ընդամենը փոփոխում է թղթերի վրա եղած տեքստերը։ Եվ թղթերի մեջ չէ գաղտնիքը, այլ նրանց մեջ ովքեր են իշխանություն, ինչպես է առաջացել այդ իշխանությունը եւ ինչպիսի մուտացիաների է ենթարկվել կամ չի ենթարկվել իշխանություն ունենալու ընթացքում։ Եթե թղթերով լիներ, պիտի հիշենք, որ 10 տարի առաջ նրանք, ովքեր հիմա խոսում են, թե սա լավագույն տարբերակն է, այն ժամանակ էլ նույն մարդիկ էին գրողները եւ ասում էին, թե հիմա գրել ենք ամենալավը, սրանից լավը չկա։ 2003 թիվ չանցավ եւ 2005 թիվ կեղծիքներով անցկացրեցին այժմյան գործող սահմանադրությունը։ Սահմանադրության մեջ ինչպես առաջ, այնպես էլ հիմա գրված է, որ բանակը չի կարելի ներքաշել ներքաղաքական հարցերում։ Այդ ինչպես ձեզ թույլ տվեցիք 2008-ի մարտի 1-ին բանակը բերել ցուցարարների բացատրել։ Ինչպես եղավ, որ սահմանադրությամբ արգելված բանը դուք ձեզ թույլ եք տալիս, թույլ տալուց հետո էլ պատասխանատվություն չեք ստանձնում դրա համար, որևէ մեկին պատասխանատվության չեք կանչում, չեք ենթարկում։ Ով ասաց, որ հիմա եթե լավագույն սահմանադրական տեքստերը խոսքը այս նախագծի մասին չէ, որը ոչ մի կերպ լավագույն չէ, ով ասաց, որ եթե սա անցնի հանկարծ, այլևս ձեզ արգելակելու եւ կաշկանդելու է նման բաներ անել։ Չկա երաշխիք։ Եթե որևէ մեկը երաշխիք ունի, խոսեք մարդկանց հետ, խոսեք ընտրողների, քաղաքացիների հետ։ Տեսնենք այդ թղթերով է եւ վերջապես մարդիկ, ովքեր իրենց իշխանություն են հայտարարել եւ նրանց պարագլուխը երթում է տվել ավետարանի վրա, այդ ավետարանի մեջ գրած է մի սպանիր, մի կողացիր։ Այդ ոնց եղավ, որ 2000 տարվա սրբազան թղթերը դուք թքած ունեք, խախտում եք այդ թղթերի կանոնները, բայց երթվում եք դրանց վրա, ըստ 10 տարեկան կամ 1 օրական թղթերը պիտի հարգեք։ Ով է հավատում նման բանի։ Քրիստոնյա եք դուք ձեզ հայտարարել։ Այս է իմ հիմնական մտահոգությունները սահմանադրական խարդավանքների եւ արկածախնդրության հետ կապված եւ որևէ կերպ չեմ կարողանում համոզվել, որ իշխանությունը բարի կամք ունի սա անելու։ Իհարկե քաղաքագետներ եւ իրավաբաններ կան, մասնագետներ կան, որոնք վերլուծել են եւ նկատել են, որ այս փոփոխությունները միտված են իշխանությունը պահելու կամ վերարտադրելու ավելի խորամանկ եւ հնարամիտ մեխանիզմներ ապահովելուն։ Չունեին, չէին խոսում այս մասին եւ մոտենում են ընտրությունները, կարծես թե փոխարինող չունի, վստահելի հուսալի, Սերժ Սարգսյանը վստահելի փոխարինող չունի եւ իշխանություն պահելու մի հնարամիտ եղանակ է հորինել, ստեղծել քվազի կուսակցապետություն, ինչ որ մի համակարգ, որտեղ կուսակցությունը իր կաբինետում իրենք էլ են խոսում, չէ՞, Մելիք Ադամյանում կորոշի ամեն ինչ, դե մնացածը կանեն գործադիրները, գործադիր ազգային ժողով, չեմ սխալվում ես, կառավարություն գործադիր դատարաններ, դե ինչպես կուսակցության գրասենյակում կորոշեն, այնպես էլ կվարվեն, այնպես էլ կանեն, պատասխանատվությունը 0, դե կուսակցությունն է որոշել, պատասխանատվություն իշխանությունից ուզեք։ Մի քանի պաշտոնյա, վաղը մյուս օր ինչ-որ խնդիրներ լինեն, մի քանիսի գլուխը կթռնի եւ կփոխարինվի նոր գլուխներով։ Սա իշխանության վերարտադրման նորացված դոկտրինն է իշխանության ըստ էության։ Այո, չեմ խոսի շատ։
Բացրան տեսեք Գյումրիում ուրեմն այոյի քարոզարշավին են լծվել Սամվել Պալասանյանը, Ֆելիքս Սոլակյանը, Մարտին Գրիգորյանը, Վարդան Ղուբեսյանին ցեն պահանջել այոյի մեջ ոչ մի հակակշիռ այնտեղ ինչ-որ կարծես թե չկա, անգամ գրում էին, որ Սերժ Սարգսյանի համար թասիբի հարցը Գյումրիում այս անգամ չպարտվել է։ Մի քիչ պատմեք ինչ վիճակ է Գյումրիում, ինչ դրամատուրգներ են, այսքան մարդի վերջը լցվել է։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ իմ ունեցած տեղեկություններով ավելի ճիշտ Վարդան Ղուբեսյանը այդ շտաբում չէ։ Այդ ինչ-որ բան փոխվել է, տեղյակ չեմ։ Մանր հարցերից սկսենք, հա։ Սերժիկ Սարգսյանը որպես հմուտ վարպետ ընտրությունների կեղծիքների պարբերաբար կարողանում է տարբեր մարզերում, տարբեր շրջաններում ֆեոդալական կռիվներ հրահրել եւ մրցակցություն հրահրել։ Այս դեպքում իհարկե մրցակցության հիմնական դերակատարները գործող քաղաքապետ Սամվել Պալասանյանն է եւ ազգային ժողովի պատգամավոր Մարտին Գրիգորյանը։ Յուրաքանչյուրը պիտի ճանան ապացուցել, որ իրենք իրենց տարածքներում լավ են աշխատում ճակերտավոր իմաստով, որ ապահովեն այն քվեները, որը ըստ երևույթին պահանջում է ռեժիմը։ Սերժ Սարգսյանը խայտարակ սխալ է արել իհարկե 2013-ի նախագահական ընտրությունների նախօրեին, Թորոս գյուղում հայտարարելով, որ ինչքան պետք է այնքան կխփի, հայտնի են այս խոսքերը, շատերը կարծում են, թե սա Գյումրիում է ասվել, եւ հետո իջավ մի քիչ գինք գցեց բան, իջավ 70 մինչեւ 60%, բայց Հայաստանով մեկ 53% հազիվ կարողացան նկարել ու քանդակել։ Գյումրիում Սերժիկ Սարգսյանը հավաքել է 26.5%, 13 թվականի փետրվարի 19-ին։ Ուշադրություն դարձրեք, որ սովորաբար ոչ լրագրողները, ոչ վերլուծաբանները չեն կտրում եւ հաշվում քաղաքները զատ-զատ։ Այսինքն լավագույն դեպքում կա տեղամասերի բոլոր արդյունքները 1988 տեղամաս էր այն ժամանակ եւ հավաքական համապետական մի թիվ։ Ես հատուկ դիտավորությամբ հաշվել եմ 14 քաղաքներում Սերժիկ Սարգսյանի հավաքած քվեները 14 քաղաքներում նշած է։ Սերժ Սարգսյանը պարտվել է անգամ Մուկուչյանի թվերով։ Գյումրիում եղել է ամենախայտարակ վիճակը 26.5%։ Դրանից 1 տարի առաջ ազգային ժողովի ընտրություններում հանրապետականները Գյումրիում տարել էին 24.5%, Բարգավաճը 44-ի կարգի թիվ, Ժառանգությունը 18.5% մոտավորապես։ Եվ թասիբի հարցը չգիտեմ ինչ է, հիմա խորամանկություններ են կիրառում Գյումրիում։ Ես լսել եմ, որ համայնքապատկան եւ պետական ենթակայության, պետական եւ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող հիմնարկներում զանազան հնարքներով ճնշումներ են բանեցնում աշխատակիցների վրա, ցուցակներ հավաքի տուր, կարևոր չէ ինչպես քվեարկեն, եւ հոգեբանական ճնշում է սա, այսինքն գերի վերցնելու ինչ-որ մի process է։ Ինչպես ասենք նացիստներն էին հрьяաներին ստիպում այդ աստղը կրել իրենց վրա, որպեսզի մարդիկ տեսնեին ինչ է, հիմա ասում են մտի ցուցակ։ Որոշ տեղերում ահազանգեր ունենք, որ գազաֆիկացման համար են իբր թե ստորագրություն հավաքում, մարդկանց այդպես է բացատրվում, որ կուզեք ձեր գյուղը գազաֆիկացվի, դες ցուցակի մեջ ստորագրեք, այդ ցուցակները տանեն տնեն շեֆի առաջ, ասեն, դες շեֆ, մենք լավ տղա ենք, շեֆն էլ ասի, արքես կոնֆետ տղա ջան։ Մոտավորապես այս բաներն են տեղի ունենում։ Հիմա ցուցակների հետ կապված Գյումրեցի քաղաքին խորամանկ են ճիշտ ասած։ Անցած անգամ նախագահականի ժամանակ ընտրակաշառք բաժանողներն էին անգամ ասում, թե սա Սերժիկ Սարգսյանի համար է, այս 5000 դրամը վերցրեք, բայց իրեն չքվեարկեք։ Արդեն հոգնել էին, զզվել էին բոլորը։ Իրենք գիտեին, որ չբաժանել այդ գումարը չէին կարող, որովհետև հատուկ պատասխանատվության կենթարկվեին փողերը գրափարով ասեմ, հա, կռայի տանելու համար։ Եվ հիմա փորձում են զանազան հնարքներով եւ խորամանկությամբ եւ թեթև ահաբեկմամբ մարդկանց ստիպել զինվորագրվել Սերժիկ Սարգսյանի հանրաքվեի այո պանակին։ Խորամանկություններից մեկը հետեւյալն է, ասում է, գիտեք, Սերժիկ Սարգսյանը անցած 3 տարիներին լավ չի նայել մեր քաղաքին, վատ է նայել, նեղացած է եղել, որտեվ ցածր քվեներ եք տվել դուք իրեն, եւ հիմա որ քվե չտակ, էլի վատ կլինի։ Բանը հասել է այնպիսի հիմարության, որ ասում են, գիտեք, Գյումրին հիմա համայնք է համարվում։ Այ եթե այո քվեարկեք, մենք կխնդրենք Սերժ Սարգսյանին, ինքը թույլ կտա քաղաքը կոչել քաղաք։ Մեր օրենսդրության մեջ բոլոր համայնքները համայնք են։ Համարվում է, որ 40 քանի քաղաքային համայնք ունենք, մնացածը գյուղական համայնք են։ Հիմա եկել են Սատանի մայլեն քանդրբազ են խաղում։ Ուզում են մարդկանց այդ գյումրեցիներին, որոնք կարող են իրենց տանել ծովը եւ ծառաբի հետ բերել, իրենց բացատրում են այդպիսի անհետք բաներ։ Կողմ քվեարկեք, որ փողոցները նորոգելու համար Սերժ Սարգսյանը փող տա։ Այսինքն փորձում են ներկայացնել, թե լավություն է անելու Սերժ Սարգսյանը։ Այն գեր քո պարտականությունն է, պետք է անես։ Գյումրեցիները ինչպես են վերաբերվում։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը 26.5% էլ չի խփի այս անգամ Գյումրիում եւ ամեն ինչ անելու ենք, որ մարդիկ չվախենան նախ եւ առաջ։ Եվ չեն վախենում իրականում։
Բոլորը իսկապես այնքան խորամանկ են, որ տեղի ունենալու շատ լուրջ մասշտաբների դավադրություն։ Բոլորին ասելու են, հա, եղավ, քո ասածն է, տուր այդ փողը։ Եթե փողը դեմ տվեցին, հա, հետո գնալու են իրենց մտքի կենացները գրեն այդ քվեաթերթիկի վրա, ոչ ոք չի մտածում Գյումրիում, թե այդ գրիչների վրա տեսախցիկ կա, քվեախցում ինչ որ տեսախցիկներ են դրած, կամ իրենց վզերին չիպեր են ներծծված, չգիտեմ, բոլորը հասկանում են այս ամբողջը։ Եվ այստեղ մի ուրիշ պատմություն կա, որ իշխանությունը շարունակում է վարչական ռեսուրսի չարաշահումը բացահայտ եւ քողարկված կերպով։ Ոչ մի մանկավարժ, ոչ մի կրթօջախի կամ պետական համայնքային բյուջեի աշխատակից օրենքով իրավունք չունի իր գործն անելու ընթացքում զբաղվել իր տեսակ այլասերմամբ։ Գիտեք, մարդկանց տեղն է, լուրջ եմ ասում ձեզ, եկեք Գյումրի մի կես ժամ զրուցեք, կհասկանաք էլի ինչ կա։ Հրապարակավ առանց երեսները փակելու ասում է, աղջիկ ջան, կամերան չանջատես։ Խեղճերն էլ սիգնալներ են տնում այդ հայոյանքների տեղը, էլի։ Ոչ մեկը չկա Գյումրիում վախեցող։ Անգամ բյուջետային աշխատողներ, պաշտոնյաներ խորամանդորեն հա ասում են, եղավ, ձեր ասածն է, բայց շատ լավ գիտեն, որ չի ստացվելու են, ինչ որ ուզում են սարքել։ Փորձում են թասիբի գցել իրենց խելքով։ Ամբողջ Հայաստանում մնացել է Շիրակն ու Գյումրի քաղաքը, որ անհնազանդ է, Սերժիկը կնեղանա, լավ չի լինի, ժողովուրդ ավելի վատ չի լինում։ Ավելի վատ չի լինում 4000 անօթևան ընտանիք հենց հիմա Գյումրիում ապրում է։ Դա բնակչության 16-17%-ն է։ Յուրաքանչյուր 7-րդ մարդը, որին կհանդիպեք Գյումրու փողոցներում, Տոմիկի բնակիչ է, որը 25-27 տարի ապրում է Տոմիկում։ Եվ Քոչարյան Ռոբերտը 98-ին իշխանության գալիս խոստացել է լուծել այդ հարցը, 2003-ին ասել է, որ լուծվել է այդ հարցը, եւ արդեն զարգացման կոդի է, աղետի կոդի չէ, Սերժ Սարգսյանն եղել է բարձր պաշտոնյա, չի ասել այն գեր սուտ է ասում։ Մենք ապացուցել ենք այն ժամանակ, որ դեռ 7000 ընտանիք անօթևան էր։